Բարի երեկո, Մեծահաբի եթերում Մեծա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ Հայաքվե միավորման վարչության անդամ, ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հետ, բարի երեկո։ Ողջույն։ Պարոն Քերոբյան, կուզենայի նախ հասկանալ մինչև ձեր աշխատանքը ռազմարդյունաբերության կոմիտեում ինչ վիճակ էր եւ ձեզնից հետո, հա, հատկապես այս իրադարձությունների շրջանակներում ինչ վիճակում է։ Կարճ պատմական ակնարկ անեմ, դեռևս 1980-ականների վերջից Հայաստանում ընդհանրակի ռազմարդյունաբերությունների զարգանում հրազեն թեթև նռնակներ, այսպես ինչ որ բաներ, որ կարողանանք պատերազմում օգտագործել, դրանից հետո զարգ տրվեց ընդհանրապես հայկական ռազմարդյունաբերությունը, շատ կարճ ժամանակ տևեց ընդհանրապես ասած 98-99 թվականներին, այսպես հանգավետ ամեն ինչը, որովհետև համարվում էր այն ժամանակվա իշխանության կողմից, որ Ռուսից ամեն ինչ կարող ենք էժան առնել, հա, Ռուսաստանը մեզ ամեն ինչ կտա։ 2016 թվականի պատերազմը ցույց տվեց, որ մենք իրապես կարիք ունենք ամեն ինչ հնարավոր է տեղում արտադրել, դրանք արտադրել եւ մշակել, հա։ Իհարկե այդ արանքում ինչ որ բաներ մշակվում էին, հա, ինչ որ բաներ կար, բայց դրանք այսպես մասսայական բնույթ չէր կրում, արտադրությունը ընդհանրապես ասած չկար։ Հատուկ են բաներ էին, որ սերիական արտադրություն կար։ Վերանորոգվում էր ինչ-որ ռազմական տեխնիկա, ինչ-որ գործարաններում, կային պետական գործարաններ, մանր-մունր, հա, այսպես ռազմարդյունաբերություն, որպես այդպեսին չկար։ 2016 թվականին արդեն որոշումներ կայացվեցին, որ պետք է ստեղծվի ռազմարդյունաբերության կոմիտե, հետո դա դարձավ ավելի մեծ, այսպես մարմին եւ վարչական եւ քաղաքական ֆունկցիաներ իրականացնող, քաղաքական իրականում այսպես օրինական հիմունքներով չէ, բայց ոնց որ քաղաքականությունը որոշվում էր հենց ռազմարդյունաբերության կոմիտեի շրջանակներում եւ մշակվեց եւ գործի դրվեց ռազմարդյունաբերության զարգացման ծրագիր արդեն 2017 թվականի վերջին, սակայն հայտնի իրադարձություններից հետո 18 թվականի երկրում վրա հասած կառավարչական քաոսը այսպես ահագին հետ գցեց հենց կազմակերպչական առումով, որ ոչինչ չտվեց մեզ։ Դե ինչ որ բան իրականում տեղի ունենում էր, հա։ Օրինակ հիմա այդ համազգեստների հետ կապված շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Դե ինչ օրս դեռ չեն որոշել, հա, չեն հասկանում կոնկրետ, ասենք զինվորական համազգեստի այդ փոփոխումը ինչ փուլով պետք է լինի եւ տեսնում ենք, որ տարբեր են, հա, նույնիսկ այդ շորերի հետ կապված, համազգեստների հետ կապված չեն կարողանում նույնիսկ այդ թեթև հարցը լուծել։ Ուրեմն 20 թվականի պատերազմից հետո երևի 3 անգամ համազգեստ է փոխվել, ոչ թե դաշտային համազգեստը, այլ քաղաքացիականների, այսպես առօրյա համազգեստ եւ այլն, հա, եւ սրա վրա իրականում շատ ուշադրություն է կենտրոնացում անհարկի։ Այո։ Իրականում համազգեստը թվում է դա է մեր դարդուցավը, էլի։ Իրականում համազգեստը չպետք է լինի շոր, այն պետք է լինի հանդերձանքի անբաժանելի մաս եւ պետք է ունենա ֆունկցիոնալ նշանակություն։ Ինչալից այն ինչ որ տեսնում ենք, որ բերում ներկայացնում են, դա այդտեղ ֆունկցիոնալ նշանակություն կա, հա, եւ իմաստ պետք է դրվի իրականում, ասենք ամառային եւ ձմեռայինը պետք է համապատասխանաբար լինի իր նշանակությանը համապատասխան, կոշիկը շատ կարեւոր է, ես ինքս հակած լինելով զինվորական կոշիկ եւ եղած լինելով առաջնագծում, շատ լավ գիտեմ, թե ինչ կարևոր է կոշիկը օրինակ, հա, եւ ամառային ու ձմեռայինը պետք է տարբեր լինի եւ այլն, այստեղ շատ նրբություններ կան, բայց ամենակարևորը, որ չեն կարողանում անել եւ չեն կարողանում մտածել, որ այն պետք է լինի անհատականացված։ Օրինակ մենք նայեք, պարոն Քերոբյան, տեսնում ենք, որ Ադրբեջանը ինչքան էլ որ այս կողմը ավելի շատ է խաղաղությունից խոսում, բայց տեսնում ենք, թե ինչ պատրաստություններ է տեսնում, հա, հատկապես իրենց կողմից այդ ռազմական օգնությունները, երբ որ գալիս են, հատկապես երբ որ տեսնում ենք այդ պատրաստությունը, որպես այդպիսին զինվորական պատրաստությունը, եւ մեր կողմից կարծես դրել ենք ու համազգեստ ենք միայն փորձում այս արդեն վերջի տարիներին։ Դե վերջի տարիներից շատ բարձրացան խոսում են իրականում նաեւ սերիական արտադրանքից, արտադրության պատվերներից, օրինակ վկայակոչելով տարատեսակ պաշտոնյաների արտահայտած թվերը 170 միլիարդի կարգի նախորդող 3 տարիների ընթացքում պատվեր են տվել, ճիշտ է դատելով
այլ մեջբերված թվերից այդքանը չեն իրականացրել, հա, որովհետև վտանախարար Մխիթար Հայրապետյանը վճարված հարկերի թվեր էր մեջբերում, որ այդ 170-ից այդքան հարկ չէր գոյանալու, էլի շատ ավելի շատ պետք է գոյանար։ Բայց մյուս կողմից պետք է ուշադրություն դարձնենք, թե մնացած ուղղություններով ինչ են անում։ Ռազմավարության զարգացման բյուջեն 20 թվականի ցեսկում անշեղորեն թերակատարվում է։ Եվ ամեն տարի այդ բյուջեն նույնիսկ կրճատում են, որովհետև գիտեն, որ չեն կարողանալու իրացնել, իրականացնել են ծրագրերը, այսինքն այդքան փողը բյուջեից դուրս են գրում, բայց չեն ծախսում։ Միջազգային դրա արդյունքում, այդ չծախսելու արդյունքում պակաս հարկեր են ձևավորվում։ Մի կողմից խնայում են, բայց մյուս կողմից հարկային մուտքերն է պակասում։ Եվ այստեղ ամենացավալին է, որ մենք ունենալով լուրջ տեխնոլոգիական խզվածք մեր հարևան թշնամի պետությունների հետ, որոնք իրենց անթակուց կերպով թշնամական են ներկայացնում, հա, խաղաղության մասին խոսք չի գնում։ Անընդհատ ծավալապաշտական, անընդհատ այսպես ագրեսիվ խոսույթ է կիրառում Հայաստանի նկատմամբ, սպառնալիքներ, մեր ուզածը չտակ, ուժով կվերցնենք եւ այլն, հա։ Այս պարագայում պետք է ոչ թե, ասենք, 5-7 միլիարդ հատկացվեր տարեկան եւ դրանից ծախսվեր, ասենք 2-3-ը, այլ այդ 5-7-ը պետք է ամսական հատկացվեր եւ ամբողջապես ծախսվեր հենց նոր մշակումների, հենց ելի եմ կրկնում, տեխնոլոգիական խզվածքը չեզոքացնելու, նվազեցնելու գոնե այդ ուղղությամբ, բայց մենք դա չենք տեսնում։ Տեսնում ենք այսպես ինքնափիար, տեսնում ենք խարդախություն բյուջեի հետ կապված, հա, տեսնում ենք անկարողություն այդ բյուջեն ծախսելու, տեսնում ենք ինստիտուցիոնալ բարեփոխումներ անելու անվան տակ իրականում գործության ինստիտուցիոնալիզացիա եւ չի կարող սա գոհացուցիչ համարվել։ Պարոն Քերոբյան, դա արվում է դիտավորյալ, թե ուղղակի գործից տեղյակ չեն, որտեղ մենք ոնց հասկանում ենք բանակը որպես այդպեսին այս իշխանությունների համար առոչինչ է եւ նաեւ օրենք հաստատեցին, հա, հիշատակման օր հունվար 27 եւ դրան հաջորդող օրը մեր բանակի փառապանց բանակի օրն է։ Այստեղ ինչ որ այլի արժեզրկման պահ տեսնում եք։ Իհարկե կա, ես մի քանի անգամ դրա մասին նույնիսկ արտահայտվել եմ։ Տեսեք, դիտավորյալ նշանակում են անկարող մարդկանց, հա, որոնք բնականաբար արդեն այդ ոչինչ չեն կարող անել։ Այսօրվա նշանակված վտանգ եւ ռազմավարության կոմիտեի նախագահ, իրենք ոլորտի մարդիկ չեն։ Իրենք դրանից չեն էլ հասկանում։ Շատ լավ հասկանում են ոնց է պետք է ինքնափիարվել, ասենք Մխիթար Հայրապետյանը անընդհատ գնում կանգնում է ինչ-որ բաների կողքը, չի էլ թաքցնում իր ձգտումը գնալ կանգնել ինչ-որ գրավիչ նախաձեռնությունների կողքը, որովհետև զզվում է իր կաբինետից, այդ իր բառերն է մեջ բերում, ինքը լավ չի զգում։ Հա, իր գործը անելուց լավ չի զգում, ուրիշ բան անելուց է լավ զգում։ Ինչ վերաբերում է, ասենք, արժեզրկմանը, հա, մենք անընդհատ տեսնում ենք, ասենք 18 թվականի ցեսկում անընդհատ տեսնում ենք ինչ-որ բաների արժեզրկում։ Հիշում եք, ԱԱԾ-ին ուղարկում էին սատանայի հետևորդներին փնտրելու կամ պինցետով կովիդի վիրուսներ էին հանում կամ արաղով բուժում եւ այլն, լիքը տարբեր բաներ։ Սահմանադրական դատարանի դատավորների թոշակի հարց էին դնում սահմանադրական հանրակրվեի, այո եւ ոչ, հիշում եք, այսպես ինչ որ մասշտաբային բաներ էին անում մանր թեմաների շուրջ, իրականում մանր թեմաների շուրջ։ Իսկ ինչ պետք էր անել մեծ թեմաների շուրջ, ընդհանրապես չէին անում։ Դրա այդ հետևանքով մենք տեսանք աղետալի պատերազմներ, հայրենազրկում, հա, Արցախը մեր հայրենիքն է իրականում, հա, եթե փորենք հայկականության ամենահին ինքնությունը հայաբնակ 20 թվականին հայաբնակ աշխարհում Արցախում էր։ Ամեն դեպքում ամեն ինչ արժեզրկվում է։ Արժեզրկվում է նաև հունվարի 28-ը։ Ինչու եմ ասում արժեզրկվում է։ Ամեն տարի հունվարի 28-ը սկսվում էր զոհվածների հիշատակը հարգելով Եղաբլուրում կամ այլ տեղերում։ Եվ երեկոյան տոնակատարությունն էլ, ասենք, տոնական համերգ է լինում, հավաքույթ է լինում եւ հրավեր, ասենք, էլի սկսվում էր զոհվածների հիշատակը հարգելով։ Հիմա հունվարի 27-ին, որ ամբողջ աշխարհում նշվում է որպես հոլոկոստի զոհերի հիշատակի օր, հունվարի 27-ը բերում մտցնում է մեր օրացույց, հա։ Հունվարի 27-ը մեր օրացույցում չի եղել է հունվարի 28-ը։ Այո։ Սեպտեմբերը, նոյեմբերի 9-ը, այդ օրերը իրենք այդ օրերը անտեսում են, որովհետև այդ օրերը իրականում այսօրվա իշխանության համար դրանք տոնական օրեր են, որովհետև այդ օրերով է ամրապնդվել իրենց իշխանությունը, այդ օրերով է թույլատրել հայկական պետականությունը եւ ամրապնդվել այսօրվա իշխանությունների իշխանությունը։ Դա իրենք դրանք այս առայժմ դեռ բացի չեն կարող Ադրբեջանի հետ նշել, բայց կարծում եմ որ թաքուն նշում են,
հա եւ իրենք էլ են հպարտանում իրենց պարտությամբ, մեր պարտությամբ, բայց իրականում դա իրենց հաղթանակն է։ Դա իրենք գնահատում են որպես հաղթանակ եւ հիշում ենք, ասենք, տարատեսակ նախարարի պաշտոններ զբաղեցնող անձինք սեպտեմբերի 19 23 թվականի համարում են Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օր եւ այլն, այսպիսի պիղծ բաներ։ Այդ պղծություններով արժեզրկում են մեր նախորդ ձեռքբերումները, մեր նախորդ հաղթանակները։ Եվ նաև ծառայությունը 6 ամիս կրճատելը ինչ կտա մեզ, որովհետև ես հասկանում եմ, որ մարդիկ կան ծնողներ հատկապես, որ ուրախ են, որ իրենց երեխաները 6 ամիս պակաս կծառայեն, բայց մենք գտնվելով աշխարհաքաղաքական այս ծանր իրադարձության մեջ արդյոք մեզ դա պետք էր, հա, 6 ամիս կրճատել։ Ուրեմն այդ կրճատումը կարող է լինել հետևանք լիքը այլ բաների։ Ասենք, եթե կառուցված լիներ իրական համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, որում յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ կամ Հայաստանում շահ ունեցող յուրաքանչյուր մարդ ներգրաված կլիներ Հայաստանի պաշտպանության գործում, Սփյուռքը, եկեղեցին, մեր մնացած բարեկամները, ռազմաքաղաքական դաշնակիցները եւ այլն, հա, դա մենակ Հայաստանի բնակիչների գործը չէ, ապա կարող էր այդ ժամկետային ծառայությունը ոչ թե 6 ամսով կրճատվել, այլ ընդհանրապես կրճատվել։ Հա, եւ խոսքը չի գնում ոչ թե պրոֆեսիոնալ բանակի մասին, խոսքը գնում է համընդհանուր պաշտպանության համընդհանուր ներգրավվածության մասին։ Բայց տեսեք ինչ են անում, սա ներկայացնում են որպես նախընտրական ծրագրի, ընտրական ծրագրի կամ կառավարության ծրագրի, ինչ խարդախություն ասես կարող են սրա շուտ չորինել, բայց իրականում սա նախընտրական կաշառք է։ Եվ նաև Ադրբեջանի պահանջների բավարարում։ Գիտենք, որ Ադրբեջանը Հայաստանի բանակի թվականակի կրճատման պահանջներ է ներկայացնում անընդհատ, տարատես դեմիլիտարիզացիա եւ այլն։ Բայց կարծում որ Ադրբեջանը զինվում է եւ զորավարժություններ են անդադար։ Դե երևի իրենց տրամաբանությամբ Ադրբեջանը զինվում է ներքին լսարանի համար, բայց մենք գիտենք թե դա ինչի համար է, ինչի համար է զինվում։ Խաղաղ եւ ամենտակին կապրում այդ նման բաներ ուշադրություն չենք դարձնում։ Դե այդ խաղաղությունը իրականում խարդախություն է, որովհետեւ եթե այդ խաղաղությունը հիմնավորում են, ասենք, այսպես խաղաղության պայմանագրի նախաստորագրումով կամ ինչ որ հատվածում, որտեղ Ադրբեջանը կոշտ պահանջներ է ներկայացնել հող տալու, այնտեղ սահմանազատում, սահմանագծում իրականացնելու գործողություններով, պետք է հիշեցնեմ մեր ունկնդիրներին եւ դիտողներին, որ սահմանազատման գործընթաց Հայաստանի որևէ հատվածում տեղի չի ունեցել։ Տեղի է ունեցել միակողմանի զիջում, առանց դրա օրինական իրավական հիմքերի, իսկ օրինական հիմքերը ստեղծելուց հետո որևէ հատվածում ոչ մի սանտիմետր սահման չի զատվել եւ գծվել։ 24 թվականի սեպտեմբերներ թե օգոստոսներ, երբ այդ հանձնաժողովների համատեղ հանձնաժողովների աշխատակարգը հաստատվեց, եւ դրանից հետո գեթ 1 հատվածում, գեթ 1 գործողություն տեղի չի ունեցել։ Մինչդեռ գնում է հանձնաժողովները հանդիպում եւ մեկ էլ հանկարծակի ադրբեջանական բենզին է ներկրվում Հայաստան կամ Ադրբեջանի տարածքով ռուսական կամ ղազախական ծորեն, որը ընդհանրապես ասած էլի բաժանվում է որպես ընտրակաշառք։ Նախընտրական կաշառք է բաժանում Իլհամ Ալիևը, նախընտրական կաշառք է բաժանում Հայաստանում։ Իրականում, որ իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի։ Ընդամենը։ Եվ մենք պետք է սթափ նայենք դրան։ Այժմ բենզինով չպետք է ուրախանանք։ Դե Թուրքիայի արտգործնախարարն իր աջակցությունը ցուցաբերել։ Հա, այստեղ ազգային ժողովի նախագահն էլ շնորհակալություն հայտնեց։ Հա, եւ սա չի կարող ընկալվել, սրանք չեն կարող ընկալվել որպես Հայաստանի իշխանություններ։ Հայկական շահ չեն սպասարկում, չեն պաշտպանում։ Եվ պարոն Քերոբյան, պետք է նաև անդրադառնանք արտահերթ նիստ գումարեց ազգային ժողովը եւ հրատապ մի օրինագիծ բերեց, որը ընտրական օրենսգրքի մասին էր դիտորդների, հատկապես դիտորդների պահով։ Ինչ են ասում այս մարդիկ, ասում են պետք է այլևս լինեն դիտորդներ, որոնք կաշխատեն անկախ եւ որևէ քաղաքական հայացքներ չեն հետապնդի։ Եվ ովքեր են դրանք որոշողները եւ օրինակ ես մեկը ուզում եմ դիտորդ լինել ընտրություններին, մասնակցել դիտորդական առաքելությանը եւ այլն, բայց ինձ կարող են համարել, որ օրինակ ընդդիմադիր ես եւ հարում ես այս կամ այն կուսակցությանը կամ չգիտեմ։ Այս իրավիճակում, երբ որ մենք նայում ենք եւ այս ափալ-թափալ վիճակը, հա, վերեցին արագի մեջ օրինագիծը հաստատեցին,
ինչին է վերաբերում եւ արդյոք դա չի կանխում այն վիճակը, որ այլևս իրենք են փորձելու, հա, իրենց մարդկանցով համարելու են այդ դիտորդներին անկախ, թափանցիկ եւ ընտրությունները որպես այդպեսին կեղծելու հատկապես առումով շատերի աչքերը փակ են պահելու։ Դե սա բացարձակ նպատակ ունի ընտրությունները կեղծելու, դիտորդական առաքելությունների սահմանափակում, դիտորդների իրավունքների սահմանափակումը հենց դրան է միտված։ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդող 3 թիմ ընտրություններում Երևան քաղաքի, Գյումրի, Փարաքար եւ Վաղաշապատի ընտրություններում մեր քաղաքացիական միավորումը, ազգային քաղաքացիական միավորումը Հայակվեն շատ ակտիվ ներկայացված էր բոլոր ընտրատեղամասերում դիտորդություններ իրականացնում եւ չկա գետ 1 հիշատակում ԿՀ-ի կողմից, կենտրոնական հանձնաժողովի կողմից, մեր կողմից թույլ տված խախտումների։ Փոխարենը այսպես անկախ դիտորդներ ներկայացող, բայց հստակ քաղաքական դիրքորոշում ունեցող կազմակերպություններ շատ տարօրինակ այսպես բան աննախադեպ էր իրականում, չեմ սիրում այդ բառը, բայց աննախադեպ էր, երբ մի դիտորդական կազմակերպություն, մեկ այլ դիտորդական կազմակերպության վերաբերել բողոք է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, իհարկե այդ բողոքը մերժվեց, իհարկե մենք մասնակցեցինք Վաղաշապատի ընտրություններին, պատվով կատարեցինք մեր առաքելությունը, բայց դիտորդների իրավունքների, դիտորդների ընդհանրապես պարտականությունների սահմանափակումը դա ուղիղ ճանապարհ է ընտրակեղծարարության։ Ուզում եմ հիշեցնել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ տարատեսակ այլ ընդունված համապարփակ ընդունված կոնվենցիաներով ընտրական օրենսգրքերի կամ ընտրական օրենքների փոփոխությունը ընտրություններից 1 տարի չմնացած, հա, այսինքն ընտրությունների նախորդող 1 տարվա ընթացքում համարվում է սխալ, առնվազն սխալ, հա, եւ դա ճանապարհ է բացում իրականում իշխող քաղաքական ուժին իր վերարտադրման։ Ամեն դեպքում սա հակաժողովրդավարական օրենք է։ Ճիշտ է, մենք նաև սա անցալում ենք որպես հակահայակվե, որովհետև Հայակվեի անունը առնվազն մեկից ավելի անգամ հիշատակվեց այդ հրատապ նիստի ընթացքում, ընդ որում ընդդիմությունը գիտեք, որ պատրաստված էլ չէր, ընդամենը առավոտյան հրավիրվեց հրատապ նիստ, օրակարգը մինչև նիստի սկսվել նույնիսկ հայտնի չէր, բերել այսպես թափով հրատապ կարգով ներկայացնում են մի օրինագիծ, որը ուղիղ ընտրություններին է վերաբերվում, հա։ Այսինքն ընդդիմությանը որպես այդպեսին թողնում են անպաշտպան, իրականում անպաշտպան, այո, եւ տեսեք, ընդդիմություն եւ ընդդիմախոս պետք չէ նույնականացնել, հա։ Ամեն ընդդիմադիր չի, որ ընդդիմախոս է, ամեն ընդդիմախոս չի, որ ընդդիմադիր է, եւ ամեն ընդդիմախոս չէ, որ կազմակերպված է որպես ընդդիմություն, հա։ Հիմա մենք ընդդիմախոս ենք, հա, մենք համաձայն չենք մեր հայրենիքի հանձնման հետ, մենք համաձայն չենք կապիտուլյացիոն վարքագծի հետ, մենք համաձայն չենք թուրքացման հետ Հայաստանի, եւ մեզ ներկայացնում են որպես ընդդիմություն, եւ մեր կազմակերպությունը փորձում են ներկայացնել որպես քաղաքականացված, իրականում այսօր եթե գտնեք ինչ-որ մեկին, որը Հայաստանում որ քաղաքականացված չէ, ինչ-որ կազմակերպություն է, ապա լավ չեք ընդհանրապես ասած ուսումնասիրում նրանց ցանկացած կազմակերպություն այսօր քաղաքականացված է յուրաքանչյուր մարդ որ անգործ չի նստած բազմոցին նա քաղաքականացված է որովհետև անգործությունն է որը այսօրվա իշխանությունների քաղաքականությունն է մենք ամեն դեպքում պայքարելու ենք սրա դեմ սրա մասին հանցագործության հաղորդում ենք ներկայացնելու դատախազություն ազգային ժողովի նախագահի կողմից հա եւ կարծում եմ որ սա այսօր այս մոտակա օրերին դա կձևակերպի, որովհետև սա ուղղակի հանցագործություն է ժողովրդավարության դեմ։ Հատկապես հակասահմանադրական հերթական։ Ինքը հակաժողովրդավարական է առնվազն, հա, եթե մենք սահմանության առաջին հոդվածով ժողովրդավարական եւ սոցիալական պետություն ենք, ապա այս օրինագիծը առնվազն հակաժողովրդավարական է, պետք է ճանաչվի հակասահմանադրական։ Իհարկե հաշվի առնելով, որ սահմանադրական դատարաններ են այսօր իրենցով արել, հա, գիտենք, որ այնտեղ քաղաքական նշանակումներ են տեղի ունեցել, դատավորների քաղաքական նշանակումներ են տեղի ունենում, կենտրոնական ներական հանձնաժողովի նախագահն է նախկինում քաղաքապայմանագիր կուսակցության անդամ եղել է եւ այլն։ Այսօր այն ամենը ինչի դեմ 2018 թվականին պայքարում էր կամ ներկայացվում էր, որ պայքարում էր, իրենք ավելի գերադրական աստիճան են հասցրել են ամենահակաժողովրդավարական
վարկագիծը, որի դեմ պայքարվում էր։ Եվ չպետք է մոռանանք նաև, որ այս իշխանությունը հա ինքը ուզուրպացրել է իրականում, յուրացրել է իշխանությունը, գիտենք բազմաթիվ դեպքեր սահմանության խախտման եւ դրա իրավական հետևանքներ չունենալու, եկեղեցու դեմ պայքարը, եկեղեցու ներքին գործերի միջամտությունը, հա, կառավարությունը ես եմ եւ մնացած ամեն ինչը, հա, եւ չմոռանանք նաեւ այս բազմամիլիոնանոց կամ բազմամիլիարդանոց պարգևավճարները, որի ուղիղ շահառուն էին կառավարության անդամները եւ բոլորը անհատապես եւ խմբակային քվեարկել են այդ որոշման օգտին, որը կոռուպցիայի բարձրագույն դրսևորում է։ Եթե առաջ պայմանագրերից ատկատներ էին քերում, այսօր պետական բյուջեից օրինական պսևդո օրինական որոշումներով միջոցներն ուղիղ իրենց գրպանը, ուղիղ, հա, առանց զարտուղի ճանապարհներ փնտրելու, առանց նույնիսկ ձևական ինչ որ թաքցնելու գործողություններ իրականացնելու ուղիղ կերպով թալանում են պետական բյուջեն, ուղղելով իրենց գրպանը։ Հիմա պատրաստում եք գլխավոր դատախազություն ներկայացնել այս այդ որոշումը երևի, այդ որոշումը դեռ քննարկվի, վարչությունը կարծում եմ որոշում կընդունի, որովհետև սա ուղիղ հարված է ժողովրդավարությանը եւ մենք միայնակ չենք իրականում ժողովրդավարության համար պայքարում, բայց եթե ժողովրդավարությունը այսպիսի վտանգի առաջ է կանգնած, ապա անիմաստ է բերաները փակ նստել, սպասել թե ինչ մեզ կհրամցնեն, ասենք եւս 1 ամիս հետո, եւս 2 ամիս հետո։ Գիտենք, որ մեր իշխանամերձ լիքը այսպես խոսող գլուխներ տարատեսակ հայտարարություն են անում այս կամ այն կուսակցությունը փակելու մասին, սրանց նրանց լրացնելու մասին, սրա բերանը փակելու, սրան դրան ԱԱՑ-ի պատվալներ լցնելու եւ այլն, հա, այդ մասին լիքը խոսակցություն կա։ Եվ ես չեմ զարմանա, եթե մի օր այս իշխանությունը որոշի ապավինել կամ օգնության կանչել հարևան պետությունների ոստիկանական ուժերին, իրենց համար անբարենպաստ ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ իրենց ի նպաստ գործողություններ իրականացնելու։ Դրա ընդհանրապես զարմանալի չի լինի։ Դե հիմա մենք ամեն ինչի պատրաստ պետք է լինենք, որովհետև տեսնում ենք խաղբանտարկյալներ 40-ից ավել եւ մենք նույնիսկ անունները հա ամբողջապես տեսեք ընդհատեմ այստեղ եւ չգիտենք, քանի որ կան քաղաքչի բանտարկյալներ, այսինքն անձինք, որոնք քաղաքական նկատառումներով, քաղաքական նպատակահարմարությամբ չեն բանտարկվում։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը, որը բազում հանցագործություններ է գործել եւ չի եւ խոստովանել է, դե հատորներ են արդեն հատորներ չէ, արդեն գրադարաններ կան իր հանցագործությունների թվարկությամբ, հա, եւ մնացած բոլորը, որոնք հանցակից են, հա, եւ քաղաքչի բանտարկյալների հարկայության դեպքում մնացած բոլորը դառնում են քաղբանտարկյալ։ Նույնիսկ խոստովանած, ասենք գրպանային գողություն խոստովանած գողը, որը բանտարկվում է, ինքը ավտոմատ կերպով դառնում է քաղբանտարկյալ, քանի որ կան քաղաքչի բանտարկյալներ Հայաստանում։ Եվ այդ դեպքում ինչ պետք է կարողանանք անել։ Օրինակ ընտրություններ են արդեն 5 ամիս հետո լինելու եւ այս վերահսկողությունը հասկանում ենք, որ փորձում են ամեն կերպ հա ընդդիմադիրներին հեռու պահել, որպեսզի ընտրությունները իրենցով անեն եւ փորձեն այն բոլոր ապօրինությունները, որը մենք տեսել ենք նաեւ հա մյուս ընտրությունների ժամանակ եւ համայնքապետեր ընտրելու ժամանակ եւ մենք ունենք համայնքապետեր, ովքեր որ ընտրված համայնքապետեր են, բայց ընդդիմադիր են, դրանք անազատության մեջ են, այսինքն նրանք ամեն ինչ այո եւ սպանված։ Այս մարդիկ ամեն ինչ անելու են, հա, որպեսզի ընտրությունները իրանց սրտով լինի եւ որևէ մեկը չփորձի միջամտել։ Դե ընտրություններով վերարտադրվելը իրականում արտաքին գործընկերների հետ հարաբերությունները իրենց համար էական է, բայց մենք չպետք է թույլ տանք վերարտադրություն։ Դրա համար պետք է գործել պայքարել, պետք է պայքարել յուրաքանչյուր ձայնի համար, պետք է պայքարել յուրաքանչյուր ընտրողին ընտրատեղամաս բերելու եւ նրա քվեն հաշվելու համար, որովհետեւ համոզված եմ, որ այն քանակի ձայներ, որ Նիկոլ Փաշինյանը հավաքեց 21 թվականի ընտրություններին, իրականում դրանց մի մասը պայմանավորված էր վարչական ռեսուրսով, մի մասը պայմանավորված էր նաեւ այլ գործիչների այդ ընտրությունների մասնակցությամբ, լիքը մարդ գիտեն, որ գնացել Նիկոլին ձեն են տվել, ինչա թե Քոչարյանը չընտրվի, հա, լիքը մարդեր Քոչարյանն է ձեն տվել, որ ինչա թե Նիկոլը չընտրվի, բայց չեմ կարծում, որ դա կհաջողի, որովհետև այլ ուժեր հայտնվում են, հա, մեր ձևովը կա, բոլորին դեմը կա, հա, որտեղ իմ շատ ընկերներ կան,
ես կարծում եմ, որ որոշ միավորումներ իրենց քաղաքական հայտը կներկայացնեն, հա, եւ չեմ կարծում, որ այսպես նախկին ներկա պայքարով կամ նախկին ներկա խաղացնելով Նիկոլ Փաշինյանը կկարողանա այդքան քվե համակեն, ինչքան 21 թվականին։ Իհարկե չեմ բացառում ընտրակեղծարարությունը։ Այս քանի տարվա ընթացքում դուք նշեցիք մի քանի դեպք, հա, հենց անմիջապես ընտրությունից հետո բանտարկել, անթակույց ձևով, հա, քրեական գործեր սպասեցնել, քնեցնել մինչև ընտրությունների դեմ, հա, կարող է ինչ-որ բարեվարկության հանձնաժողովներ որոշ գործիչների որակազրկեն, ընտրությունների մասնակցել թույլ չտան եւ այլն, ամեն ինչ սպասել է։ Եվ կարծում եմ, որ այո, իրենք պատրաստվել են ամեն տեսակ խախտում կատարել, միայն թե ընտրվեն, միայն թե վերարտադրվեն ընտրությունների ճանապարհով եւ կարծում եմ, որ էլի ամեն պիղծ արարքի պատրաստ են, ընդունակ են։ Եվ վերջում, հա, պարոն Քերոբյան, ինչպես անենք, որ հասարակությունը այս անգամ գոնե ավելի շատ, հա, մասնակցություն ցուցաբերի ընտրություններում։ Դե պետք է հետաքրքրել։ Հասարակությանը պետք է հետաքրքրել։ Մեսիջը որը պետք է, ինչու գնալ ընտրություններ։ Տեսեք, ակնհայտ է, որ մենք գտնվում ենք ծանր աշխարհակաղակական վիճակում, ակնհայտ է, որ մենք կրել ենք ծանր պարտությունները գործող իշխանությունների երեսից, Արցախն ենք կորցրել, հա, այդինքի մի մասը ՀԽՍՀ նախկին սահմաններում գտնվող տարածքներ են օկուպացվել սրանց իշխանության օրոք եւ չպետք է մոռանանք մեզ հիշեցնել, որ Հայաստանի շահերը, հայ ժողովրդի շահերը բացահայտ կերպով անտեսված են։ Հա, որևէ կերպ Հայաստանի շահը չի հետապնդվում, չի պաշտպանվում այսօրվա իշխանությունների կողմից։ Դրա համար ընտրողներին պետք է խորհուրդ տանք միշտ կանչենք, կոչենք, հա, եկեք, ձեր ձայնը լսելի դարձրեք։ Հա, տանը նստած ոչ մի բան չի փոխել, չեք կարող փոխել։ Եք կնդատեղամաս գոնե նայեք, տեսեք, չեմ ասում ովքեր են դեմքերը, տեսեք թե ինչ են առաջարկում։ Հա, հիմա շատ քաղաքական ուժեր, հա, գալիս են ներկայանում են իրենց հին ծրագրերով, նոր քաղաքական ուժեր կան, որոնք որ նոր ծրագրերով են ներկայանում, հա, կան հետաքրքիր առաջարկ ներկայացնող ուժեր, հա, եւ ելի կլինեն, կարծում եմ, ամեն դեպքում պետք է գտնել այն ուժին, որը որ լավագույնս է ներկայացնում տված անձի, ասենք, քաղաքական դիրքորոշումը կամ անհատական ակնկալիքը ապագա իշխանություններից եւ պետք է ձայն տալ, պետք է բերել այդ ձայնը տալ եւ այդ ձայնը հաշվել տալ։ Եվ դիտորդները դրա լավագույն միջոցն են։ Վստահված անձիկ են աշխատում, հա, բայց մենք գիտենք, որ չկան այնպիսի կուսակցություններ, որ բոլոր տեղամասերում ունենան, կարողանան ապահովել վստահված անձինք։ Այո։ Դիտորդական կազմակերպությունները հենց այդ վստահված անձինք են, դրանք հանրության, հասարակության կողմից վստահված անձինք պիտի լինեն, որ պետք է իրականացնեն այդ վերահսկողությունը ընտրությունների ընթացքի նկատմամբ եւ ձայների հաշվարկի նկատմամբ։ Էլ եմ կրկնում, չեմ զարմանում, եթե ձայների հաշվարկի կեղծարարություն տեղի ունենա մոտակա ընտրություններում։ Հուսանք այս անգամ գոնե կարողանանք պայքարելու ենք մինչև վերջ։ Շնորհակալ եմ զրույցին։ Ձեզ շնորհակալություն։ Կհանդիպենք։